Ապարանի Արագած բնակավայրի թիվ 1 դպրոցը շուտով 1 տարի կլինի, որ Հարևան գյուղի Շենավանի դպրոցականների կոլեկտիվի համար հյուրընկալ հասցե է դարձել։ Մի քանի կիլոմետր են գյուղերն իրարից հեռու, շենավանցի դպրոցականներն ամեն օր գյուղի եկեղեցու մոտ են կեսօրին հավաքվում, այդտեղից խումբ ավտոբուսներով հարևան բնակավայր հասնում։ Թիվ 1 դպրոցն առաջին հերթով իրենց գյուղի աշակերտներին է ընդունում, երկրորդ հերթն ամբողջությամբ շենավանցիներին հանձնում։ Յուրաքանչյուր երեխայի համար պետությունը վճարում է եւ տրանսպորտը մի քանի հերթով բերում է բոլոր աշակերտներին։ Շենավանի հին դպրոցը նախորդ տարի է հիմքից ապամոնտաժվել, նորն է կառուցվում հիմա։ Դասվար Սյուզաննա Սահակյանը 16 տարի աշխատել է այդ հին վթարային հարկի տակ։ Երբ նախորդ տարի աշնանը իրենց աշակերտներին ու ծնողներին հայտնեցին, որ որոշվել է շենքը քանդել ու նորը կառուցել, ինչ որտեղ թեթևացած շունչ քաշեցին։ Ու հիմա թեպետ անհարմարություններին հիմնականում գնալ գալու հետ կապված աշխատանքային գրաֆիկի անտրտունջ են, կարևորը մեծ խնդիր կլուծվի ու ամեն ինչ 1 տարուց հունի մեջ կընկնի։ Երեկոյան ժամերին ենք ավարտում, փոքրիկների հետ գյուղամիջում ենք իջնում, միջև ճանապարհում ենք տուն, բավականին մեզ համար ծանր է, բայց ժամանակավոր է եւ ի ուրախություն բոլորիս շատ շքեղ դպրոց ենք ունենալու։ Այս տեսքը կունենա Շենավանի նոր դպրոցն արդեն 2026-ի դեկտեմբերին։ Հինը, որ քանդել են, նախորդ դարի 60-ականների կառույց էր, բայց ոչ այդքան տարիքից, որքան 88-ի երկրաշարժից, տուժած, թուլացած, անվերականգնելի։ Նորը կառուցվում է հենց նույն տեղում ու արդեն նոր ժամանակակից ստանդարտներով։ Շինարարության առաջին փուլը դժվար հաղթահարվեց, ընթացիկ գործն ավելի արագ է առաջ գնում։ Կառուցման ընթացքում գրունտային ջրերի պատճառով ահագին դժվարությունների ենք հանդիպել, բայց բոլորը հաղթահարել ենք։ Հիմա արդեն բարձրացել ենք զրոյական վիճակ, որը որ արդեն հույսատալի, որ սրանից հետո ավելի լավ կլինի։ Որ նոր կառույցի հիմքերն այսպես ասած անխոցելի լինեն, նոր լուծումներ են կիրառվել։ Հիմքերը իրականացվել են ջրանթափանց բետոնով եւ հետագայում, որպեսզի խուսափենք գրունտային ջրերի ագրեսիվ ազդեցությունից, իրականացվելու է դրենաժային համակարգ։ Դպրոցը ունենալու է 4 մասնաշենք, նախատեսված է լինելու 288 աշակերտի համար։ 4 մասնաշենքերը իրարից առանձնացվելու են սեյսմիկ կարաններով։ Մասնաշենքերից 2-ում կտեղակայվեն դասասենյակները, անհրաժեշտ գույքով հագեցած լաբորատորիաները, սպորտային դահլիճը կլինի առանձին մասնաշենքում, որակյալ ծածկույթով ֆուտբոլի բացօթյա խաղադաշտ է նաև կառուցվելու։ Նոր դպրոցի մակերեսը ավելի քան 2690 քառակուսի մետր տարածք ունենալու է կանաչապատ տարածք, բարեկարգում ցանկապատվելու է լուսավորություն արտաքին, ինչպես նաև հագեցված է լինելու ժամանակակից բոլոր հարմարություններով։ Շինարարության բյուջեն 2 միլիարդ 647 միլիոն դրամ է, դպրոցը կառուցվում է Կառավարության եւ Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Մինչ մյուս տարեվերջ դպրոցի բացումը կլինի, արդեն այս տարի հաշված շաբաթներից Շենավանի նորակառույց մանկապարտեզը նորամուտ կնշի։ Հենց դպրոցի հարևանությամբ է նախակրթարանը կառուցվել, Շենավանի պատմության մեջ առաջին մանկապարտեզն է, գյուղը երբեք չի ունեցել։ Մանկապարտեզը հանձնվելու է նոյեմբերի 15-ին։ Շահագործման են անցնելու։ Գույքը ամբողջովին ստացել են, համայնքը մոտակայքերս վակը կստեղծի, կանցնենք նոր մանկապարտեզի։ Մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով է կառուցվել մոտ 280 միլիոն դրամ բյուջեով, մեծ մասը կառավարությունից, մոտակա գյուղերի, հիմնականում Արագածի, Հարթավանի մանկապարտեզներ հաճախող շենավանցի փոքրիկները վաղ առավոտից ծնողների հետ այլևս հարևան բնակավայրեր չեն շտաբի, ընտանիքների հոգսն էլ կթեթևանա։